Բարև ձեզ հարազատներս, այսօր խոսելու եմ բժշկական թեմայի լինելու ու պատմելու եմ, թե ինչպես կարող է գերձայնային հետազոտության մասնագետը վնաս հասցնել բուժառուին։ Ու սա պատմելու եմ չզարգացող հղիության թեմայի վերաբերյալ։ Առաջի բանը, որ մեզ սովորացնում են բժշկական հաստատություններում, համալսարաններում, ինստիտուտներում, որ մի վնասի։ Սա առաջի քայլն է, որ մենք պետք է անենք, հետո նոր մտածենք բուժելու, ճիշտ ախտորոշելու եւ այլն մնացած թեմաների մասին։ Այս թեման ինձ համար շատ կարևոր է, քանի որ ես հաստատին ասել եմ, ես աբորտներ չեմ անում, ընդհատում եմ միայն այն հղիությունները, որոնք հաստատված են, ճշգրտված է, որ չզարգացող հղիություն է, կամ հաստատված է, որ պտուղը կենսունակ է։ Այդ դեպքերում, եթե պտուղը առողջ է, բայց կամ ենթադրվում է, որ անկենսունակ է կամ անհամատեղելի են իր արատները ապրելու հետ, այդ դեպքում հավաքվում է բժշկական կոնսիլիում, քննարկում են միասին եւ որոշում են, որ այս հղիությունը պետք է ընդհատել, այդ դեպքում իհարկե ես այդ հղիությունները ընդհատում եմ։ Նորից կրկնեմ, որ չեմ ընդհատում առողջ հղիությունները, ընդհատում եմ միայն չզարգացող հղիությունները եւ երբ որ կոնսիլիումը բժշկական հաստատում է, որ այս հղիությունը պետք է ընդհատել, կամ մորն է վնաս հասցնում, կամ պտուղը անկենսունակ է եւ այլն, կան որոշ ցուցումներ դրա վերաբերյալ։ Ինչի է այս թեման ինձ համար կարևոր, որովհետև մոտավորապես 10 տարի առաջ ես այս նույն պայքարը կատարել եմ Ռուսաստանում, քանի որ նորից բժիշկները զարգացած չէին, տվյալներին ծանոթ չէին, այս տվյալները, որոնք ասում եմ 2013 թվականին արդեն ընդունված էր ամբողջ աշխարհով մեկ, ինչի համար էր ընդունված, որ բժիշկները չվնասեն բուժառուներին, քանի որ գերձայնային հետազոտության մասնագետները կատարում էին սոնոգրաֆիա, սրտի բաբախը պտղի չէին տեսնում, ասում էին չզարգացող հղիություն է, գնացեք ընդհատեք, դրանց մեջ շատ են եղել դեպքեր, երբ որ պտուղը զարգացող է եղել, դրա համար տվյալներ կան, ճշգրիտ տվյալներ, որ գերձայնային հետազոտության մասնագետները միայն կարող են գրել չզարգացող հղիություն, միայն այս տվյալները տեսնելու դեպքում, որոնց մասին ես պատմելու եմ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն փորձեմ նկարների վրա ասած բացատրել։ Ուրեմն հղին առաջի անգամ գալիս է գերձայնային հետազոտության ու այսպիսի պատկեր ենք տեսնում, այս նկարը տալիս ենք հղին, ուրախացած գնում է, որ ինքը հղիություն ունի։ Ինչ ենք տեսնում այս նկարի վրա, սա արգանդն է, փորձեմ այսպես բացատրել, ուրեմն սա արգանդն է, արգանդի խոռոչում, այս սպիտակ մաս արգանդի խոռոչն է, մենք տեսնում ենք կլոր օղակ ու սա հենց հղիությունն է, սա դեռ պտուղը չէ, մենք դեռ չենք տեսնում էմբրիոնը, սա կոչվում է այս մուկ օղակը, որը շրջապատված է սպիտակ եզրագծերով, սա կոչվում է հղիության պարկ, ասենք գեստացիոն պարկ։ Առաջնային սկզբնական շրջանում հղիության մենք այս պատկերն ենք տեսնում, լավ կլինի, որ սկզբնական շրջանում կինը 6-7 շաբաթականում կատարի գերձայնային հետազոտություն, ինչի համար որ շղթենք արտարգանդային հղիությունը։ Երբ որ տեսնում ենք այսպիսի գեստացիոն պարկը արգանդի խոռոչում, արդեն հանգիստ ենք, քանի որ գիտենք, որ արտարգանդային հղիությունը շատ վնասակար է, կարող է արգանդափողի պատրում առաջացնել, ներարգանդային արունահոսություն եւ կնոջ կյանքի ընդհատում, մահացելության բարձրացումը մեծանում։ Ուրեմն հղիության զարգացման դեպքում մենք տեսնում ենք, որ գեստացիոն պարկը մեծացել է, մեծանում է ժամանակի ընթացքում եւ մի ուրիշ օղակ է ներսում հայտնվում, այսպիսի մի օղակ, որը դեռ նույնպես էմբրիոնը չէ։ Սա կոչվում է յոքսակ անգլերեն, որով սնվում է էմբրիոնը պտուղը այն սկզբնական շրջաններում, դեռ ինքը չունի խորիոն, չունի անկերք, չունի որ սնվի, այս յոքսակն է, որ նախնական շրջանում պտուղը սնելու է։ Ուրեմն տեսնում ենք ինչ ստադիաներ է անցնում պտղի զարգացման դեպքում։ Եվ վերջապես գալիս ենք այսպիսի մի պատկերի, երբ որ արդեն էմբրիոնն ենք տեսնում, ուրեմն տեսնում ենք գեստացիոն պարկն է, արգանդի խոռոչում գեստացիոն պարկն է,
ներսում այդ կլոր օղակն է, յոքսակը, ինչպես հիշում եք, որ ասեցի, որ սնուցում է պտղին, եւ այսպես այստեղ արդեն տեսնում ենք էմբրիոնը, եթե ուշադիր նայեք, ասում են նշանի մատանին նման է, ու այս էմբրիոնը ոնց որ ադամանտ է լինի նշանի մատանին, ու այս էմբրիոնը արդեն նոր պտուղն է, որ պետք է զարգանա, մեծանա, արդեն հետագա գերձայնային հետազոտությունների ժամանակ օրգանները տեսնենք, սերը եւ այլն։ Ուրեմն այսպիսի էտապներ պիտի անցնի գերձայնային հետազոտությամբ եւ հետևում ենք պտուղը տարբեր շրջաններում։ Որ դեպքերն են համարվում, որ չզարգացող է։ Ուրեմն եթե դուք տեսնում եք այն գեստացիոն պարկը, ներսում այդ յոքսակը, որով սնվում է երեխան, եւ այս ադամանդը, այսինքն էմբրիոնը, եւ էմբրիոնը արդեն 7 միլիմետր է կամ ավելին, եւ չենք տեսնում սրտի բաբախը, այս դեպքում հստակ ճշգրտված տվյալ է, որ սա չզարգացող հղիություն է։ Նորից կրկնեմ, ուրեմն չզարգացող հղիության կրիտերիաներից մեկը սոնոգրաֆիկ դա նա է, որ էմբրիոնը 7 միլիմետր է կամ ավելին ու չունի սրտի բաբախ։ Սա առաջինն է։ Երկրորդ ճշգրտված տվյալը նա է, երբ որ մենք տեսնում ենք ընդհանրապես գեստացիոն պարկը, ներսում ոչինչ չկա, միայն գեստացիոն պարկն է, ու գեստացիոն պարկը ներքին դիամետրը չափում ենք, ներքին տրամաչափը չափում ենք այդ գեստացիոն պարկի, դատարկ գեստացիոն պարկի, եւ ինքը 25 միլիմետր է եւ ավելի, դա նույնպես համարվում է արդեն չզարգացող հղիություն։ Կան երկու ավել ճշգրտված կրիտերիա, դա նա է, երբ որ մենք գեստացիոն պարկը, դատարկ գեստացիոն պարկը նայում ենք 2 շաբաթ հետո եւ չենք տեսնում այնտեղ սրտի բաբախ, էմբրիոն եւ սրտի բաբախ, դա համարվում է երրորդ ճշգրտված տվյալը չզարգացող հղիության գերձայնային մասնագետի կողմից ախտորոշված, եւ չորրորդը, երբ որ մենք տեսնում ենք գեստացիոն պարկը, ներսում այդ յոքսակը, բայց չկա դեռ էմբրիոնը, 11 օր հետո, եթե դեռ չենք տեսնում սրտի բաբախը, ապա նույնպես համարվում է չզարգացող հղիության կրիտերիա։ Այս կրիտերիաները ես գրելու եմ տեսահոլովակի վերևում, պետք է հիշել, մնացած բոլոր դեպքերը համարվում են կասկածելի չզարգացող հղիության։ Իսկ կասկածելի դեպքերում պետք չի կատարել հղիության ընդհատում, մինչև չճշգրտվի։ Դրա համար պետք կլինեն հավելյալ հետազոտություններ եւ այլն։ Ինչ է կատարվում մեր երկրում։ Ինչ խնդիր ունենք մեր երկրում, գերձայնային հետազոտության պրոտոկոլների ճիշտ գրառում չունենք։ Ուրեմն գերձայնային հետազոտության մասնագետը, ինչպիսի իհարկե Երևան մեծ կլինիկաներում բոլորը տալիս են պրոտոկոլներ, փառք Աստծո։ 10-15 կիլոմետր անցում ես Երևանից դուրս, ինչ թուղթ ես տեսնում։ Թղթի վրա գրած է բուժարուի անուն ազգանունը, տարիքը, հղիություն 5-6 շաբաթական, սրտի բաբախ պլյուս։ Հղիություն 5-6 շաբաթական, սրտի բաբախ չկա։ Էսա թուղթը ամբողջությամբ։ Ուրեմն, սկսեմ նրանից, որ սա սխալ է։ Պրոտոկոլ պետք է տալ։ Գերձայնային հետազոտության մասնագետը պիտի առաջի գերձայնային հետազոտության ժամանակ ամբողջությամբ նկարագրի ինչ է տեսնում։ Արգանդը իր չափսերով, արգանդի վզիկը իր չափսերով, ձվարանները իր չափսերով, իր ստրուկտուրաներով, այդ ամբողջը պետք է նկարագրված լինի։ Գեստացիոն պարկը, երբ որ դուք տեսնում եք, պիտի նկարագրեք միջին տրամաչափը այդ ներքին միջին տրամաչափը այդ գեստացիոն պարկի, որ հետո այդ բժիշկը կարողանա այդ տվյալները օգտագործի բուժարուին խորհուրդներ տալու։ Ուրեմն նկարագրությունը չունենք։ Այդ նկարագրությունը նորից եմ ասում, ես պետք է, որ դեպքեր կան, որ դինամիկայում պետք է տեսնենք այս հղիությունը զարգացող է թե ոչ։ Միայն ձեր այդ 5-6 շաբաթ սրտի բաբախ պլյուս մինուս դրանով չենք կարողանում բուժարոյին ճիշտ օգնություն ցուցաբերել, ճիշտ խորհուրդներ տալ։ Առաջինը սա, որ պրոտոկոլը գրված չի լինում ու այդ պրոտոկոլները պետք է գրվեն ճշգրիտ ամբողջությամբ։ Նորից եմ ասում, որ գնում եք հիվանդանոց, մանավանդ եթե վճարովի հետազոտություն եք անում, այդ պրոտոկոլը պիտի ամբողջությամբ վերցնեք։ Միջամտություն են անում, նորից եմ ասում, էպիկրիզը պիտի վերցնեք, հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը պիտի վերցնեք, սա շատ կարևոր է։ Կարևորը ոչ միայն ձեզ համար, կարևորը մեր երկրի բժշկության զարգացման համար, եթե ուզում եք մասնակցել այդ գործերում։ Ուրեմն ինչ կատարվեց բուժարուից հետ, բուժարուց գնում է այսպիսի մի թուղթ է բերում ինձ ու ասում, ուրեմն բժիշկը իհարկե չի գրել այնտեղ չզարգացող հղիություն, քանի որ կրիտերիաները չունի որ գրի, ասել է սրտի բաբախը չկա, գնացեք թող ձեզ մաքրեն։ Մաքրողը դա ես եմ։ Գալիս է թուղթը բերում է ինձ է տալիս, ասում գիտես տվյալները բավական չեն, պրոտոկոլը լավ չի գրված, որ ես քեզ կատարեմ չզարգացող հղիության ընդհատում։
հղիության ընդհատում, քանի որ ինձ համար որպես հավատացյալ բժշկի համար շատ կարևոր է, որ ես ճշգրտված տվյալներ ունենամ, որ այս հղիությունը չզարգացող։ Բուժարում նույն օրը գնում եմ մի ուրիշ բժշկի մոտ, ավելի անունով բժշկի մոտ, այդ բժիշկը նայում է, ասում է ձեր մոտ չզարգացող է, գնացեք թող ընդհատեն ձեր հղիությունը ու ոչ մի թուղթ չի տալիս։ Ուրեմն սոնոգրաֆիա անում, գումարը վերցնում ու ոչ մի թուղթ չի տալիս, ինքը համարում ինքը այնքան անունով մասնագետ է, որ իր անունով արդեն պիտի մենք ընդհատենք հղիությունը։ Անընդունելի է ու չգիտեմ ինչպես կարելի է այս հետ պայքարել, ազգովի, ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։